Այո, որոշակիորեն մի քանի րոպե նախաբանով հանդես գան, որոշակի փաստական տվյալներ ձեզ կներկայացնեմ, որից հետո կանցնենք համապատասխանի ռեժիմ։ Հարգելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք զանգվածային լրատվական միջոցների հարգելի ներկայացուցիչներ խորին շնորհակալություն հայտնել ձեզ մեր հրավերին արձագանքելու եւ այսօրվա հանդիպմանը մասնակցելու համար։ Վստահ եմ բոլորդ քաջատեղյակ եք, այսօր լրանում է 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողների ողբերգական մահվան 3-րդ տարելիցը։ Եվս մեկ անգամ առաջարկում եմ մեր խոնարհումը բերենք եւ խոնարհումը բերենք նրանց լուսավոր հիշատակի առաջ եւ մեկ րոպե լրությամբ հարգենք բոլոր զոհված զինծառայողների եւ նշված 15 զինծառայողների լուսավոր հիշատակը։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, մամուլի ասուլիս հրավիրելու շարժառիթը պայմանավորված է սույն ողբերգական դեպքի առթիվ նախորդող 3 տարիների զարգացումների վերաբերյալ ձեզ որոշակիորեն հանրագումարի բերված տեղեկությունները ներկայացնելու, ինչպես նաև ծնողների դիրքորոշումը, ինչպես նաև քրեական վարույթի ներկա ընթացքի մասին ամփոփելը եւ յուրովի հաշվետվություն ներկայացնել ինչպես ձեզ, այնպես էլ մեր հանրությանը։ Կարծում եմ ծնողների դիրքորոշումը եւ ընդհանրապես դժոխք կողմի դիրքորոշումը պարբերաբար ընթացող դատավարության ընթացքում ես հնարավորություն ունեցել եմ ներկայացնել, ինչպես նաև ծնողներից ոմանք կարողացել են տարբեր առիթներով ներկայացնել իրենց դիրքորոշումները եւ հիմա մի քանի փաստական տվյալներ ձեզ կներկայացնեմ եւ որոշակի նկատառումներ։ Սիրելի բարեկամներ, առաջին հերթին ցանկանում եմ տեղեկացնել հետեւյալը, որ ըստ էության 2025 թվականի ընթացքում իրականացված դատական նիստերի արդյունքում գրեթե բոլոր 19 տուժողները հարցաքննվեցին եւ հարցաքննվեցին դատակոչված բոլոր վկաները։ Մենք ըստ էության այս փուլում ավարտել ենք տուժողների եւ վկաների հարցաքննությունը։ Հարցաքննվել է նաեւ համալիր փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը, որի դիրքորոշումների մասին առավել մանրամասն քիչ անց կանդրադառնանք։ Հարգելի բարեկամներ, մենք նախատեսում ենք համապատասխան փուլում միջնորդություն ներկայացնել դատարանին դատակոչելու եւ հարցաքննելու սույն քրեական վարույթի ընթացքում դատաբժշկական փորձաքննություն իրականացած փորձագետներին, որոնց կարծիքները կարծում եմ որոշակիորեն էական ու առանցքային կարող է լինել սույն գործի համար։ Սույն թվականի հունվարի 23-ին տարածուրեն մի քանի օր անց Գեղարքունիքի մարզի առաջին այցելին ընդհանրավարության դատարանի Վարդենիսի նստավայրում տեղի ունենալու հերթական դատական նիստը, որի ընթացքում ուրեմն հետազոտվելու են իրեղեն ապացույցները, մասնավորապես այդ այրված ինքնաձիգերը, վառարանը եւ այլ ուրեմն իրեղեն ապացույցներ, որից հետո ըստ էության մենք հաջորդ դատական նիստից սկսած, այսինքն սույն թվականի փետրվարի 6-ից նշանակված դատական նիստից սկսած, մենք անցնելու ենք մեղադրյալների հարցաքննության փուլին։ Դուք գիտեք, որ այս քրեական վարույթով ներգրավված են թվով 5 մեղադրյալներ, Զորամասի հրամանատարի տեղակալը թիկունքի գծով, Զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը, Զորամասի ինժեներական ծառայության պետը, նշված ինժեներասակրավորային վարչի հրամանատարը եւ բոլորիդ հայտնի Եղիշե Հակոբյանը։ Դուք գիտեք, հարգելի բարեկամներ, որ այս ողբերգական գործի շրջանակներում անցած տարի օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզի առաջին այցելին ընդհանրավարության դատարանի առանձին վարույթում քննվող քրեական վարույթով ողջ մնացած զինծառայողներից Ռաձիկ Մաթեոսյանը մեղավոր ճանաչվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով եւ ազատազրկվեց 3 տարի ժամկետով։ Այդ քրեական վարույթով իմ ունեցած տեղեկություններով դատալեքս տեղեկատվական համակարգից վերցված տեղեկություններով գործի վարույթը ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում եւ դեռևս
չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Ես ցանկանում եմ ձեզ նաև այս գործի առանձնացված մասի վերաբերյալ որոշակի տվյալներ հաղորդել։ Դուք գիտեք, որ արդեն 2 տարի, երբ հիմնական մայր գործը անջատվեց եւ ուղարկվեց դատարան, կա քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում դեռևս քննվող քրեական վարույթ, որի վերջը չի երևում, եւ ես նաև աշխատանքի բերումով տարբեր գործերով նշված վարչությունում գտնվելու ընթացքում 1-2 անգամ հպանցիկ նաև հետաքրքրվել եմ քննիչից, թե որ փուլում է եւ ինչ վերջաբան է ակնկալվում այդ քրեական վարույթի հետագա ընթացքից եւ ինչ կարող են ծնողները ակնկալել։ Մենք մշտապես ստացել ենք անորոշ եւ որևէ ոչինչ չասող պատասխաններ եւ անցած տարի այսօրն էլ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ ես ընդգծեցի, որ որպես մարդ եւ որպես քննիչ որևէ ուրեմն ակնկալիք սպասելիք չունեմ այդ անջատված մասով, որովհետեւ 2 տարին կարծում եմ բավարար ժամանակ էր, որ այդ վարույթ իրականացնող մարմինը իրականացներ անհրաժեշտ անհետաձգելի պատճառաբանված հիմնավորված եւ տրամաբանական ապացուցողական եւ վարույթային գործողություններ եւ կարողանար որևէ ուրեմն հանրությանը կամ քրեական վարույթին վերաբերող նորմալ տրամաբանական տեղեկություններ հայտնել։ Սիրելի բարեկամներ, ես ցանկանում եմ ձեզ նաև այսօր հատկապես ընդգծել, որ մեղադրյալների հարցաքննության ավարտից հետո մենք որպես տուժող կողմ համապատասխան փուլում ապացույցների ծավալը լրացնելու համապատասխան փուլում մենք միշտորություն ենք ներկայացնելու դատարանին իրականացնելու կրկնակի քննչական փորձարարություն։ Դուք գիտեք, որ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները դա հնարավորություն է տալիս, իսկ դա նշանակում է քննչական փորձարարության իրականացումը հնարավորինս վերականգնել ապացուցման ենթակա իրողությունները, դեպքը, հանգամանքները։ Ես ինչու եմ դրա վրա ձեր ուշադրությունը սևեռում, որովհետև դատական նիստերի ընթացքում մասնագետների իմ կողմից տրված հարցերին ի պատասխան եւ փորձագիտական խմբի ղեկավարը եւ հրշեջները եւ համապատասխան այլ անձինք որոշակիորեն ովքեր մասնագիտացված են այդ ուղղությամբ ոչ միայն չեն բացառել, այլ գործնականում եւ տեսականորեն հնարավոր են համարել քննչական փորձարարության իրականացումը հնարավորինս դեպքի վերականգնումը։ Կտեսնենք, մենք ամենայն դեպս այդ միշտորությունը կներկայացնենք եւ կտեսնենք, թե ինչպիսի որոշում կկայացնի դատարանը։ Այդ միշտորությունը բավարարելու դեպքում ես կարծում եմ դա բավականին կարող է հետագայում էական նշանակություն ունենալ սույն գործի իրական պատկերը ամենայն դեպս ծնողների համար, հանրության համար պարզ դարձնելու համար։ Դուք գիտեք, ես անցած տարի մի քանի անգամ ընդգծել եմ, որ համապատասխան փուլում մենք միշտորություն ենք ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին նույնպես դատակոչելու եւ հարցաքննելու համար։ Ես պատական չեմ ասում այս հանգամանքը, որովհետեւ տառացիորեն 2 օր առաջ ես գիտակցաբար նորից ուսումնասիրել եմ եւ նայել եմ 2023 թվականի հունվարի 19-ին կառավարության նիստի ամբողջ ընթացքը եւ վարչապետ Փաշինյանի դիտարկումները եւ պաշտպանության նախարարի եւ նրանց զեկույցները եւ այդ կառավարության նիստում այլ անձանց կողմից տրված տեղեկությունները եւ կարծում եմ կառավարության նիստի ընթացքում այդ հայտարարությունները, նրանց զեկույցները, նրանց ստացած զեկույցները, նրանց կողմից տրված հրահանգներն ու հանձնարարականները կարող են որոշակի եւ էական նշանակություն ունենալ այս գործի վերջնական հանրության կողմից դիրքորոշման եւ ճշմարտության բացահայտման տեսանկյունից ձևավորման համար։ Սիրելի բարեկամներ, եւ 2 ուշագրավ հանգամանքի մասին եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Դուք կհիշեք, որ անցած տարի մամուլը հրապարակեց եւ մենք ինքներս էլ որոշակի տեղեկություններ հաղորդեցինք, որ քրեական գործով իրականացող դատական նիստերից մեկի ժամանակ հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանը ցանկություն էր հայտնել կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ ինձ հետ եւ ես այդ հանդիպումը տեղի ունեցել անցած տարի հունվարի 29-ին շուրջ 2.5 ժամանոց կոնֆիդենցիալ հանդիպում է եղել, փառք Աստծո, որ այդ հանդիպումը եղել է նաեւ իր պաշտպանի ներկայությամբ եւ 2.5 ժամվա ընթացքում Եղիշե Հակոբյանը ոչ միայն ինձ եւ իր պաշտպանին հայտնել է որոշակի տեղեկություններ, այլ նաեւ ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել շուտ սա իր ձեռագիրով
մոտ 7-8 էջանի այսպիսի գրառումներ են գործի հանգամանքների մասին։ Ես ինչու եմ այս ամեն ինչ ասում, այս գործի հանգամանքների մասին որոշակի իմ կարծիքով հետաքրքրություն ուշագրավ տեղեկություններ հաղորդել է Եղիշե Հակոբյանը, եւ ես երկու հանգամանքի վերաբերյալ ձեր ուշադրությունը կդարձնեմ։ Այս գրառումներում առկա են, որ այդ դեպքի նախորդող օրերին արծարծվել է այդ տարածքում ինչ-որ խմորումների խոսակցությունների հանգուցալուծմանը մասնակից դառնալու ծնողների հետ առնչություն ունեցող գործող իշխանության կարկառու ներկայացուցիչներից մեկի անունը, որ ազգային ժողովի պատգամավոր է, որը որոշակի առնչություն է ունեցել այդ նախորդող ժամանակահատվածում այդ կացարանում տիրող հարաբերությունների պարզման գործընթացին, եւ երկրորդը այս ինձ փոխանցված տեղեկություններում առկա է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող քրեական խմբավորումների ներկայացուցիչների անունից այդ տարածք ներկայանալու կամ ինչ-որ սպայական կազմի կամ զինծառայողների հետ ունեցած հնարավոր խնդիրների առկայության մասին, ես խնդրում եմ ավել ինձանից ինֆորմացիա չակնկալել, ես ինչու եմ այս հանգամանքը հիմա բացում, որովհետև ենթադրում եմ, որ Եղիշե Հակոբյանը իր մերձավոր հարազատները, իր պաշտպանական թիմը նաև լսում է այս ամեն ինչը, եւ ես ակնկալում եմ մեկ անգամ եւս հորդորում եմ, որ համապատասխան տարածություն մեր ամիս անց սկսվելու է մեղադրյալների հարցաքննությունը, որ Եղիշե Հակոբյանը հրապարակային ձեր ներկայությամբ իլուր հանրության եւ այս գործի բացահայտման նպատակով ներկայացնի ճշմարտությունը կամ ասի այն, ինչը մինչ օրս չի ասել եւ չի ցանկացել ասել ինչ-ինչ հանգամանքներում։ Ես պետք է անկեղծ ասեմ, վերջի շրջանում, վերջի 1 տարվա ընթացքում եղել են նաեւ ինձ տարբեր սոցիալական հարթակներով գրող կամ ինձ հետ հանդիպած կամ պատական փողոցում քայլելիս կամ չգիտեմ այլ հաղորդակցության միջոցներով ինձ հետ հաղորդակցության մեջ մտած անձիկ, որոնք փորձել են ինձ տեղեկություններ հաղորդել, որ Եղիշեն վախենում է, Եղիշեն կաշկանդված է, Եղիշեն, չգիտեմ, վախեցնում է Եղիշեին, Եղիշեն բան ունի ասելու, Եղիշեի հետ ընտանիքի հետ կապված խնդիրներ կան։ Ես միանգամից ուզում եմ ձեր միջոցով նաև փոխանցել հետևյալը. չկա ավելի ուրեմն թանկ արժեք, քան ուրեմն սեփական կյանքն է, սեփական ընտանիքի ճակատագիրն է, եւ ես ձեր միջոցով նաև հորդորում եմ մեկ անգամ եւս, եթե կա այս գործով ինչ-որ թաքցված իրողություն, ուղղակիորեն ես հորդորում եմ Եղիշեին եւ նրա պաշտպանին եւ մնացած մեղադրյալներին, որոնք տիրապետում են այս կամ այն տեղեկատվությունը, շատ շուտով մենք մտնելու ենք այդ փուլը, ուղղակի իմ հորդորն ու ակնկալիքն է, որ նրանք կարողանան ճիշտ ներկայացնեն իրականությունը։ Եվ երկրորդը, ես ցանկանում եմ այստեղ նաև մենք հետագայում մասնագիտական հարթության վրա ենք խորանալու այս հանգամանքի վրա, սիրելի բարեկամներ, 2025 թվականի նոյեմբերի 21-ի դատական նիստում դատակոչվել եւ հարցաքննվում էր Գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրոյի համապատասխան փորձաքննությունների բաժնի պետը Դավիթ, եթե չեմ սխալվում, Մելքումյան, ուրեմն բավականին պատրաստված իր գործի առումով եւ ինքը այդ դատական նիստում, ընդ որում դա հրապարակվել է բոլորիդ ներկայության, բոլոր տիրապետում եք այդ տեղեկատվությանը, նշված փորձագետը ուղղակիորեն բացառեց, որ զինվորական կացարանում վառվող փայտե վառարանից կարող էր առաջանալ շմուլ գազ։ Այստեղ ես ուղղակի քանի որ վերլուծել եմ այս ամեն ինչը, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ մենք համապատասխան փուլում միջնորդելու ենք դատակոչել ու հարցաքննել դատաբժիշկներին, որոնք իրականացրել են համապատասխան փորձաքննությունը։ Տեսեք, դատաբժիշկների կողմից տրված եզրակացության համաձայն զոհված զինծառայողների մահը վրա է հասել շմուլ գազի եւ այրվածքի, ընդ որում կենթանության օրոք ջերմային այդ էներգիայի ուրեմն պատճառով։ Եվ հիմա իմ կարծիքով հետեւյալն է, նշված
փորձագետը բացառել էր փայտե վառարանի շահագործման արդյունքում, որ կարող էր առաջանալ շմոլ գազ։ Դա նշանակում է, սիրելի բարեկամներ, որ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները այն մասին, որ զինծառայողների վրա է հասել շմոլ գազի եւ ջերմային ներգործության միջոցով, ընդ որում կենթանության օրոք բավականին վիճահարույց է դառնում։ Այսինքն, խնդրում այստեղ մենք միասին վերլուծենք, այսինքն, եթե կացարանում շահագործող վառարանից հնարավոր չէր շմոլ գազի առաջացումը, ապա հրդեհի բռնկման պահին կացարանում ենթադրաբար այլ գործունեության արդյունքում է առաջացած եղել շմոլ գազ, եթե զինծառայողների մահը մի պահ հավատալու լինենք պաշտոնական վարկածը, ինչպես կամ պնդում է պաշտոնական վարկածը, առաջացել է շմոլ գազի արդյունքում։ Եթե զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազի արդյունքում, ապա տրամաբանական հարց է առաջանում, սիրելի բարեկամներ, որտեղից ու ինչ հանգամանքներում է առաջացել այդ շմոլ գազը եւ ամենակարևորը, որ պահից է սկսել առաջանալ։ Եթե մի պահ ընդունենք, որ Եղիշեի կողմից վառարանը վառելուց հետո է այն կրակը տարածվել, որի հետևանքով բռնկվել է կացարանի տանիքը, այրվել են այլ նյութեր եւ այդ նյութերից է ենթադրաբար շմոլ գազը առաջացել, ինչպես պնդում է պաշտոնական վարկածը, ապա հարց է առաջանում, դա ենթադրում է որոշակի ժամանակ, այսինքն առնվազն 5-ից 10 րոպե պետք էր, որպեսզի վառարանից կրակը հասներ տանիք, դռներ, այլ նյութեր այրվեին, որից առաջանար շմոլ գազ, այդ շմոլ գազից էլ զինծառայողները թունավորվեին եւ այդ տարածվող կրակի հետ զուգընթաց դառնար նրանց մահվան պատճառը։ Այդ դեպքում հարց առաջանում, այդ 5-10 րոպեն բավարար չէր արդյոք, որ զոհված զինծառայողները քնից արթնանային եւ ուղղակիորեն հեռանային այդ տարածքից, խուսափելով այդ ողբերգությունից։ Այդ դեպքում հարց առաջանում, այդ զինծառայողները, եթե վառարանի բռնկման պահին այլ շմոլ գազ չի եղել, իսկ մենք փորձագետը պնդում է, որ վառարանից չէր կարող առաջանալ շմոլ գազ։ Հարց է առաջանում, քնա զինծառայողները ինչու չեն արթնացել եւ հեռացել այդ տարածքից։ Հետևաբար այս իրողությունների հանրագումարի համատեքստում այդ փորձագետի հայտնած տեղեկությունները մեզ համար էական են եւ մենք փորձենք դատաբժիշկների հարցաքննության ընթացքում, սիրելի բարեկամներ, ստանալ որոշ հարցերի պատասխաններ։ Բացի այդ նշված ուրեմն փորձագետը պնդելով այդ ամենը, նաև տեսականորեն ու գործնականում հնարավոր համարեց, ինչպես քիչ առաջ ասեցի, որ քննչական փորձարարություն կարող է իրականացվել այդ տարածքում։ Հարգելի բարեկամներ, ուրեմն ամփոփելով իմ խոսքը, ուզում եմ մեկ անգամ եւս շարադրենք հետեւյալը։ Անցած 3 տարիների ընթացքում մենք բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք անդրադառնալու եւ իրավական գնահատականներ տալու կատարված հանցագործությանը եւ հաջորդող գործընթացների վերաբերյալ եւ հանրագումարի բերելով ողբերգությանը հաջորդող իրադարձությունները, իրավասու մարմինների դրսևորած վարքագիծը, գործերի քննության ներկա ընթացքը, դժոխք կողմի հետ մենք բազմաթիվ անգամներ առիթեր ունեցել ենք քննարկելու այս ողբերգությունը եւ դրա արդյունքում իրականացվող քննության ընթացքը, վերահաստատում ենք մեր եզրակացությունը, որ ցավոք սրտի նախորդ 3 տարիների ընթացքում մենք պատասխանների փոխարեն ավելացել են հարցերը, մասնավորապես 3 տարվա ընթացքում ոչ միայն զինծառայողների ծնողները, այլև ողջ հասարակությունն այդպես է չիմացավ, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչ է թաքցվում հասարակությունից եւ որն է պատճառը, որ ճշմարտությունը թաքցվում է հասարակությունից։ Ծնողների եւ հասարակության կասկածները ոչ միայն չփարատվեցին, այլև ճիշտ հակառակը, իրավասու մարմինների ես միշտ ասել եմ եւ հիմա էլ վերահաստատում եմ, փնթի, ոչ կոմպետենտ, ոչ սրտացավ, ոչ պատասխանատու գործունեության արդյունքում հանրության կասկածները, ծնողների կասկածները ոչ միայն չփարատվեցին, ավելի մեծացան։ Եվ համոզմունք է ձևավորվել, որ հանցագործությունը ամեն ինչ արվեց չբացահայտվելու համար, մեղավոր անձած շրջանակը պարզելու եւ մեղավոր շրջանակը բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար կատարվեցին եւ չեն կատարվում անհրաժեշտ քայլերը։ Եվ դժոխք կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն կողմից իրավասու մարմինների կողմից հնարավոր ամեն բան արվեց
արվում է եւ համենայն դեպս աշխատանքի արդյունքն է ինձ այս ամեն ինչին բերել ծածկը դմփոց անելու որպեսզի մեզ համար անհասկանալի պատճառներով սույն գործի բացահայտման ուղղությամբ ճշմարտությունը ուրեմն չբացահայտվի հարգելի բարեկամներ նույնիսկ խնդրում եմ ես անցած տարի այս միտքը կրկին ընդգծել եմ, բայց հիմա էլ եմ ուզում ընդգծեմ։ Նույնիսկ եթե մենք առաջնորդվենք պաշտոնական վարկածի ուրեմն տրամաբանությամբ, անգամ այդ շրջանակներում չիրականացվեց այնպիսի անխոցելի քննություն, որը նույնիսկ իրենց առաջ քաշած վարկածը կդարձներ տրամաբանական։ Հետևաբար այս առումով եւ եթե նույնիսկ իրենց առաջ քաշած վարկածի շրջանակներում մենք գործ ունենք զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի, ուրեմն սարքերի հետ առնչվելու կանոնները խախտելու եւ պաշտոնական դիրքը չարաշելու կամ անփութության հետևանք առաջացնող իրողության հետ, սիրելի բարեկամներ, կրկնում եմ, եթե մենք նույնիսկ առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ուրեմն իրենք իրենց գործունեությամբ ապացուցում են, իրենք իրենց առաջ քաշած վարկածով հիմնավորում են, որ պատկերավոր ասած բանակում տիրել է բարդակ վիճակ, անպատասխանատու վիճակ եւ որի թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն, ինչպես անցած տարի եմ ասել, հիմա վերահաստատում եմ Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս մենք պնդում ենք, որ այս գործը բացահայտված չէ, ընթացող դատաքննության ընթացքը, զարգացումները, առնջատված մասով գործի քննությունը, ուրեմն չի գոհացնում դժոխք կողմին, ինչպես նաև հասարակությանը, եւ ծնողները, ինչպես առաջի օրն ենք ասել, 1 տարի հետո ենք ասել, 2 տարի հետո ենք ասել, հիմա էլ ենք ասում, ընդհանրապես կտրականապես համաձայն չեն ուրեմն շրջանառության մեջ դրված մեղադրանքի հետ եւ անկեղծ ասած մենք մշտապես ընդգծել ենք հետեւյալը, որ եթե պետք է սլաքավարները պատասխան տան, իսկ իրական մեղավորները, կապիտ ասած, շնաձկները պլստան քրեական պատասխանատվությունից, դա առաջին հերթին մեծագույն անարգանք է լինելու ուրեմն զոհված զինծառայողների լուսավոր հիշատակի առաջ։ Եվ վերջում մեկ երկու հանգամանքի մասին ու ավարտեմ։ Մենք մշտապես ասել ենք եւ նույնիսկ ես փաստաբանական հարցումների միջոցով եմ դա փորձել բարձել եւ պաշտպանության նախարարից եւ զինվորական դատախազից մեզ համար իսկապես հարց մնաց, լավ, թողնենք այս 5 ֆորմալ մեղադրյալները որքան, բայց մենք այդ հարցերը բարձրացրել ենք եւ նույնիսկ ասեմ ձեզ, իմ մոտ այս վերջի շրջանում նույնիսկ այդ մեր բարձրացած հարցերը 1 տարի առաջ, 2 տարի առաջ որ բարձրացնում ենք, նույնիսկ պաշտպանության կողմն էր փորձում սեփական մարտավարությունը կառուցել այս գործընթացն այս հարցադրումների վրա փորձել ինչ-որ տպավորություն ձևավորել, բայց մենք ի սկզբանե հենց դեպքից հետո 1-2 ամիս անց այդ հարցադրումները բարձրացրել ենք եւ ինձ համար իսկապես ցավալի է, որ պետությունը, պետական ինստիտուցիոնալ մարմինները եւ կոմպետենտ մարմինները այդպես են մինչև հիմա չտվեցին այս հարցի պատասխանը։ Ի վերջո, երբանից ինչու եւ ում կողմից է այդ շենքը հատկացվել որպես զինվորական կացարան, ինչ եզրակացության հիման վրա եւ այդ որոշում կայացնողները ինչու խստորեն չպատժվեցին, որովհետեւ այդ մակերեսով նման կացարանի հատկացնելը արդեն իսկ գործող իրավանորմերի կոպտագույն խախտում էր։ Ի սկզբանե այդ զինվորները չպետք է գտնվեին այդ կացարանում եւ նման պայմաններում չպետք է կազմակերպեր իրենց զինվորական ծառայությունը։ Եվ ի սկզբանե բոլորի համար պարզ էր, որ այդ զինվորական կացարանը որևէ ձևով չէր համապատասխանում պահանջվող ստանդարտներին։ Այն բարձրաստիճան պաշտոնյաները հաջորդը, որոնք այցելել էին նշված տարածք, իսկ մեր հարցումների արդյունքում նաեւ իրականացված ծառայական քննության արդյունքներով է ապացուցվել, որ դեպքի նախորդող ժամանակաշրջանում եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ ընդունք մինչև զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացրել են այդ զորամասում, այդ կացարանում ուսումնասիրություններ, ուրեմն զեկույց են պատրաստել, զեկուցագրեր են ներկայացել բարձրաստիճան պաշտոնյաների եւ ինչ հետևանք է առաջացրել։ Ավելին այդ զորամասում չէին խրատել, որ այդ ողբերգությունից 1 ամիս առաջ այդ նույն զորամասի մեկ այլ հատվածում իհարկե մարտական դիրքում հրդեհ էր բռնկվել։ Հետևաբար
այդպես էլ չբացահայտվեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել դեպքի նախորդող ժամանակահատվածում, ընդ որում եւ ծնողները, եւ սպաները, եւ այս գործով անցնող վկաները նաեւ դատական վարույթի ընթացքում են խոստովանել, որ եւ ներկայացել, որ դեպքի նախորդող շրջանում ինչ գործընթացներ են տեղի ունեցել։ Եվ ի վերջո Ինչու ամենակարևոր հարցերին ես քանի որ այնքան ծավալուն եղել ես գործը ժողովուրդ ջան, ամենակարևոր ստրատեգիական հարցի պատասխանը, որ այդպես էլ մեզ 3 տարի չտվեցին, ընդունեցին, որ դեպքի վայրը խախտվել է։ Բոլորը միաբերան ընդունեցին, որ համապատասխան մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկել դեպքի վայրը պահպանելու, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը իրականացնել անհետաձգելի ապացուցողական վարույթային գործողություններ դեպքի համար էական նշանակություն ունեցող հետքերը, ապացույցներին տիրապետելու համար։ Իսկ դեպքի վայրի ուրեմն ոչնչացումը կարելի ասել, ինչի բերեց եւ դա կարող ենք մենք գալ հետեւության, որ դա արվել է հետքերը թաքցնելու, ճշմարտությունը թաքցնելու Եվ նույնիսկ եթե անփութեր են եղել, եւ նույնիսկ այդտեղ դիտավորություն էլ չկա, չենք էլ տեսնում այդ քրեական վարույթը, որը դեպքի վայրը անփութորեն ուրեմն ոչնչացած անձին ենթարկեն պատասխանատվության։ Մենք դա էլ չենք տեսնում։ Եվ այսպես շարունակ, սիրելի բարեկամներ, եւ ես ընդգծում եմ, որ քանի մեր հասարակությունը, անկեղծ եմ ասում, որոշակի հանդուրժողական վերաբերմունք է դրսևորում նման իրողությունների վերաբերյալ մենք ցավոք սրտի ուրեմն չենք կարող խուսափել նման զինված ուժերում եւ այլ ոլորտերում ողբերգական այս կամ այն իրադարձություններից։ Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը նմանատիպ գործերով պետք է դրսևորի անհանդուրժողական վերաբերմունք։ Այսքան շնորհակալություն, եթե կան հարցեր, պատրաստ եմ սիրով պատասխանել ձեզ բարեկամներ։ Եթե կան, խնդրեմ ծնողներից։ Կարելի է դուք ես հասկանում եմ, չեմ ակնկալում, որ կպատասխանեք այդ հարցին, բայց նշեցիք մի բարձրաստիճան պաշտոնյայի անուն, որ նշվել է քրեական աշխարհից մեկի անուն։ Արդյոք այդ ինֆորմացիան, որ դուք ստացել եք, նաև որ ասացիք միջնորդություն կներկայացնեք ապագայում Փաշինյանին, Պապիկյանին հարցաքննելու համար, կապ կա այդ երկու իրադարձությունների մեջ եւ արդյոք դուք այս ամեն ինչի տակ այլ վարկածում եք։ Իրավաբանները կամ իրավական մտածողություն ունեցող անձինք այսպիսի ձևակերպում ունեն։ Քանի չեն փարատվել բոլոր կասկածները, ցանկացած կասկած կամ ցանկացած վարկած իրավունք ունի մնալ շրջանառության մեջ։ Հենց մեր գործունեությունը միտված է դրան, անել այնպիսի քայլեր, գործողություններ, որոնք կբացառեն կամ կվերացնեն այդ հնարավոր կասկածները, կրկնում եմ, կամ կփարատեն, ինչպես դժոխ կողմի մոտ, այնպես էլ կողմնակի դիտորդների մոտ, հասարակության մոտ կփարատեն, իսկ այդ կասկածները փարատելու համար մեզ անհրաժեշտ է որոշակի գործողությունների շարք։ Օրինակ, ձեզ չի հետաքրքրում այդ ամբողջ գիշերվա ընթացքում, տեսեք Փաշինյանը կառավարության նիստում ասում է, մենք ամբողջ գիշեր աշխատել ենք, Փաշինյանը սկզբից խոսում է մեծ ծավալով բենզինի տարածման մասին, հետո մենք շրջանառության մեջ ենք տեսնում սուրճի բաժակի մասին տեղեկությունը, հետո մենք տեսնում ենք լրիվ ուրիշ զեկույցներ, օրինակ ինձ որպես փաստաբանի, որպես դժողների լիազոր ներկայացուցիչ, որպեսզի մեր կասկածները փարատվեն նաև այդ առումով, մեզ անհրաժեշտ է այդ տվյալ օրվա առանց վերադասի թույլտվության զոհված զինծառայողների դերը դուրս բերելու, որովհետև չգիտեմ որքանով եք դուք հետևել գործի քննությանը, ես բազմաթիվ խաչաձև հարցերով փորձել եմ ստանալ այդ հարցի պատասխանը։ Կար համոզմունք հրդեհաշիժման գործընթացում, որ մենք գործ ունենք այնտեղ ողջ մնացած զինծառայողների հետ։ Միայն պատասխանը ըստ էության տվել է այդ հրշեջ ծառայողների ղեկավարը, որը փորձում էր իր գործողությունները արդարացնել, որ մենք այդ ծավալի ջուրը օգտագործում ենք եւ զոհված զինծառայողներին հանում ենք այդ տարածքից, հույս ունենալով, որ այդ տարածքում ինչ որ նկուղ կլիներ, այդ նկուղի մեջ կարող են ողջ մնացած զինվորներ պատասպարված լինեն, իսկ մնացածը, երբ որ մենք նկարագրում ենք այդ ամբողջ ծավալը
Կհիշեք հայտի տեսանյութ կա, որը հրապարակվել է այդ ամբողջ տանը, երբ որ մենք բոլոր վկաներին հարցաքննել ենք եւ հարցաքննելիս հարց ենք առաջացել, թե արդյոք նման պայմաններում հնարավոր էր ողջամից նույնիսկ 1% ենթադրություն կամ կասկած այն մասին, որ այդ տարածքում հնարավոր էր նման հրդեհի պայմաններում ողջ մնացած զինվոր, ըստ էության բոլորը բացառել են։ Այս կրկնում եմ, ինձ համար որպես մասնագետի, որպես քաղաքացու, ով այս գործով շահագրգռված է բացահայտելու ճշմարտությունը, շատ կարևոր է հասկանալ ում կողմից որ պահից ուրեմն ինչպես է տրվել դեպքի վայրը ոչնչացնելու կամ հետքերը թաքցնելու կամ այդ զովազինծառայողների դիերը այդ իրավիճակում հանելու ուրեմն հրահանգը։ Ի վերջո, եթե նույնիսկ զինծառայողների կյանքը փրկելուն ուղղված գործողություններ իրականացվում, այդտեղ ենթադրաբար իրենք պարտավոր էին ապահովել դրան զուգահեռ քննչական մարմինների ներկայությունը։ Ի վերջո, դուք կարող եք ցանկացած սկսնակ քննիչից էլ հարցնեք, ցանկացած սկսնակ իրավապահ համակարգի ներկայացուցիչ էլ հարցնեք, որ դեպքի վայրը ենթադրաբար քրեական օրենքով արգելված արար կատարելուց հետո դեպքի վայրը պահպանվում է, նույնիսկ ծնողները, զովազինծառայողների ծնողներին չպետք է թույլ տային, որ նրանք մոտիկանային դեպքի վայրին։ Պատկերացնում եք, հիմա մեզ համար սա է խնդիրը։ Ի վերջո, հարգելի բարեկամներ, այս վարկածը շրջանառության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։ Այդ կառավարության նիստը վերացելով արտակարգ դատարանի այդ կառավարության այդ նիստում որոշվել է ով է մեղավոր, ով է անմեղ, ով պետք է պատասխան տա, ով պետք է պատասխան չտա։ Եվ իհարկե, եթե իսկապես մենք իրավական պետություն ենք, եւ եթե իսկապես Հայաստանի Հանրապետությունում դատարանները անկախ շարեն, անկախ են, անաչառ են, իսկապես իրականացնում են արդարադատություն, թող չխուսափեն, թող գան դատարանում պատասխանեն բոլորի հարցերին, որովհետև այդ հարցերի պատասխանները կարող են լույս սփռել, ինչպես է զեկույցները հասել վարչապետ, վարչապետից ինչ հրահանգներ է իջել ուրեմն մինչև զորքեր, որովհետև սա կրկնում եմ, սա պատահական եւ շարքային քրեական վարույթ չէ, եթե շարքային քրեական վարույթ լիներ, կառավարության նիստի մակարդակով նման արձագանքներ չէին էլ լինի։ Այսինքն, եւ հետո տակտիկական առումով ես չեմ կարող հիմա բացահայտել, թե ինչ հարցեր պետք է ես ներկայացնեմ Փաշինյանին կամ Սուրեն Պապիկյանին։ Կապը չեմ կարող ասել, չեմ բացառում, չեմ էլ հաստատում։ Խնդրեմ։ Պարոն Օրիկյան, նշեցիք, որ հանդիպել եք, երկար խոսել եք Եղիշեի հետ, Եղիշեն կարևոր տեղեկություններ է տվել եւ դուք ասացիք, որ ինքներդ հորդորում եք, որ դատարանում եւ իր խոսքի ժամանակ, այսպես ասած, մանրամասներ ներկայացնի։ Հիմա ուզում եմ հասկանալ, Եղիշեն եթե խոսեց եւ մանրամասներ ներկայացրեց ձեր կողմից նշած նոր մեղադրյալներ կունենան կամ Բաստանյանի աթոռին, թե պարզապես դեպքի մանրամասները կամ այս պահին քննարկվող եւ քննվող վարկածը ականորեն կշրջի։ Նախ ասեմ ես իրոք որ ցավում եմ, որ քրեական գործի բացահայտման համար մենք ապավինում ենք միայն բացառապես Եղիշեի ուրեմն դրսևորած վարկագծին, հենց դա է պետության պարտությունը, իշխանության իրավապահ մարմինների պարտությունն ու փնթի աշխատանքի արդյունքը հենց դա է դրսևորում։ Եթե իշխանությունները կատարեն իրավապահ մարմինների իրենց աշխատանքը, իրականացնեն համապատասխան օպերատիվ հետախուզական աշխատանք, իրականացնային անաչառ քննություն, այդ քննության արդյունքներով ուրեմն ձեռք բերած արդյունքները ուրեմն կարող է շոշափելու ճակատագրական լինել։ Ես այո գտնում եմ, որ եթե Եղիշեն խոսի, եթե ներկայացնի այն տեղեկատվությունը, որին ինքը տիրապետում է կամ կարող է տիրապետել կամ չգիտեմ իր հետ տեղի ունեցածը, չեմ բացառում, այո, չեմ բացառում, որ այլ մեղադրյալներ էլ կարող են ներգրավել այս գործընթացում եւ գործի շրջանակը կարող ընդլայնվի։ Ընդ որում հատուկ ընդգծում եմ այն մեղադրյալների ցանկը, որ այսօր առկա է, երբ որ մենք խոսում ենք այլ անձանց մեղավորության կամ այլ անձանց շրջանակի այս քրեական վարույթի ներգրավման հնարավորության հարցը մենք չենք բացառում այս գործող մեղադրյալների ուրեմն մեղավորությունը։ Մեղադրանք է առաջադրված, հիմա ընթանում է ուրեմն քննությունը, դատարանը կպարզի եւ մենք էլ մեր կողմից հնարավոր ամեն բան արել ենք եւ ամեն բան անում ենք ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ։ Ես մի բան կարող եմ ասել, եթե այդ մարդիկ կատարել են իրենց մեղսագրվող արարքը, պետք է օրենքի ողջ խստությամբ ենթարկեն պատասխանատվության։ Պարոն Օրիկյան, ինչու չի խոսում
Եվշեն, բախեցնում են, կաշկանդվում է, ի՞նչն է պատճառը, որ չի խոսում։ Ես չեմ կարող ասել, ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել, ես քիչ առաջ դա եմ ասում, որ ես վերջի 1 տարվա ընթացքում ինձ տարբեր խողովակներով հասկացնում են, փորձում են հաղորդել, փոխանցել, որ Եղիշեին վախեցնում են, Եղիշեն, չգիտեմ, բանը ուզում ասի չի կարող, Եղիշեի ընտանիքի հետ կապված խնդիրներ կա, ես էլ հիմա ասում եմ, եղբայր, եթե բան կա ասելու, եթե ինչ-որ ճշմարտություն կա, ինչ-որ բան կա թաքցված, որ դուք ուզում եք լույս սփռել, ոչ մի բան ձեր կյանքից թանկ չի, ասեք կամ միշտորդավորված ներկայացեք, ես երաշխավորում եմ, թող ներկայացվի, ում վերաբերյալ ուզում ա լինի, ով ուզում է լինի, քերական ուրեմն հեղինակություն կլինի, պատգամավոր կլինի, իշխանավոր կլինի, գեներալ կլինի, զինվոր կլինի, գողական կլինի, ով ուզում է լինի, այս գործընթացում, եթե իրական ներգրավվածություն է ունեցել եւ կամ իրական ինչ-որ մասնակցություն է ունեցել կամ առնչություն ունի, կամ Եղիշեին ինչ-որ մեկը վախեցնում է, չգիտեմ, կաշկանդում է, պահանջում է լռել, ստիպում է չխոսել, ես իմ կյանքով եմ, իմ պատասխանատու կերպով հայտարարում եմ, ես իմ վրա եմ վերցնում այդ ամբողջ պատասխանատվությունը, թող այդ ինֆորմացիան փոխանցեն ինձ, մնացածը ես գիտեմ ինչ կանեմ, անել միշտորդավորված թող փոխանցեն, թող բերեն, ինչպես ասում են դասականը, բերեն մեր ուրեմն դրան շորի տակ դնեն, ես կվերցնեմ այդ ինֆորմացիան։ Տոմորյան, այդ պատմությունը, որ Եղիշեն փոխանցել է ձեզ, ինչ է պնդում, դա ազդեցություն կա ուղղորդում կամ ուղղակի կապ ունի հրդեհի հետ, թե չէ պատգամավորների եւ քրեական էլեմենտների ներգրավվածությունների հետ, ըստ Եղիշեի պնդման կապ ունի հրդեհի հետ։ Ինքը ընդհանրական ինչ-որ տեղեկություններ էր հաղորդում, ընդհանրական, Ալբերտ, ես այս բանը չեմ կարող ասել եւ հաստատել եւ հերքել, կրկնում եմ, ես ընդհանրապես այս երկու տեղեկությունը հրապարակեցի այնքանով, որ մենք մտնում ենք այն փուլը, որտեղ սկսվելու է Եղիշեի հիմնական հարցաքննությունը։ Եվ սա որոշակի նաև ազդանշան է իրենց ուղղության, որ մենք հորդորում ենք, իհարկե, ինչ-որ մի փուլում, եթե ինքը չասի այդ հարցադրումները, ես բարձրաձայն եմ դատարկում, դա խնդիր չկա, դա չի քննարկվում, բայց հորդորում եմ, որ ինքը այն տեղեկությունները, որոնք փոխանցել է մեզ, ինքը սկսի խոսել, ավելի լայն, ավելի ընդգրկուն, ավելի համապարփակ եւ ամենակարևորը այստեղ, ամենակարևորը, այս տեղեկությունները, որ փոխանցվել է մեզ, սրա նպատակն է շարժարիտն է հետաքրքիր։ Ինչու է փոխանցվել ինձ, որ ես ինչ անեմ սա։ Ինչ պետք է անել սա ինչ ուղեր ձեր ծնողներին, որ ծնողները ինչ պետք է անեն, որովհետեւ այս տեղեկությունները, երբ որ փոխանցվել է ինձ, ես ծնողներին ընդհանրապես հանձնարարությունները կատարողն եմ։ Ծնողների, ուրեմն ես նույն վարքյանին սա այս ամբողջ տեղեկատվությունը փոխանցել եմ ծնողներին, եւ ուրեմն մենք ակնկալել ենք, որ ինքը խոսի այդ տեղեկությունների մասին, որոնք մեզ հաղորդել են։ Ես չեմ կարող ոչինչ բացառել, թե ինքը ինչ նպատակ է ունեցել նման տեղեկությունները մեզ փոխանցելու համար։ Պարոն Օրիկյան, բացի վարչապետի պատմած այդ վարկածից, այլ վարկած կա գործի մեջ եւ կարող է լինել, կարող է քննվել, թե միայն այդ շրջանակում է գործի քննությունը, դատաքննությունը ընթանում։ Դատաքննությունը ընթանում է բացառապես այդ առաջադրված մեղադրանքի շրջանակներում, իհարկե մենք յուրաքանչյուր վկայի հարցաքննության ընթացքում հարցերը շարադրում ենք ըստ այդ վկայի առնչության կամ այդ վկայի կողմից տրված ցուցմունքների բովանդակության, բնականաբար առաջադրված մեղադրանքի շրջանակներում է իրականացվում քննությունը, դուք հիշեք, որ անընդհատ այս գործի շրջանակներում մշտապես աղերսվել է դիվերսիայի վարկածը, շոշափվել է եւ մենք այդ ուղղությամբ ենք որոշակի աշխատանք կատարել։ Ես նույնիսկ անցած տարի այսօրը ձեզ տեղեկացրեցի, որ ես նույնիսկ հատուկ գրություն եմ ուղարկել ազգային անվտանգության ծառայության տնօրենին, խնդրելով տեղեկացնել, թե արդյոք կատարել են համապատասխան ուսումնասիրություններ բարձելու համար, թե արդյոք Եղիշե Հակոբյանը կարող էր ուրեմն այլ երկրների հատուկ ծառայությունների ազդեցության տիրույթում հայտնվել, թե ոչ, այսինքն մեր կողմից, եւ իդեպ սա ուզում հստակ ընդգծեք, ծնողներն այստեղ ներկա են, սիրելի բարեկամներ, այս գործով եւ իմ խիղճը եւ ծնողների խիղճը այնքանով մենք առանցին ենք խոսել, էլի, ասել եմ, այս գործը բացառիկ են առումը, որ տուժողները, ծնողները, իր սեփական երեխային կորցրած ծնողը
արելը անհնար է, ինչ մեր հնարավորություններից կախված է եղել ժողովուրդ։ Չի եղել մի բան, որ մենք կարող էինք անել ու չենք արել։ Այստեղ մի բան ասեմ, ես իհարկե ծնողներից շատերի հետ կիսվել եմ ես, մենք մի բան չենք արել դեռևս։ Դա էլ շատ նուրբ հարց է, շատ նուրբ հարց է, արտաշինման հետ կապված խնդիր է։ Դա էլ ասենք հետո մենք հենց ամենասկզբից ենք քննարկել այդ հարցը, բայց մենք այդ մենակ այդ մի բանը չենք արել։ Այս գործի շրջանակում չի եղել մի միջնորդություն, մի տեղեկություն, մի հարց, որը մենք չենք սևեռել վարույթ իրականացնող մարմնի ուշադրությանը։ Ծնողները իրենք բոլոր ուժերով այս 3 տարիների ընթացքում, այսպես ասեմ, արել են անհնարին, արել են, չգիտեմ, անհնար ու հնարավոր բոլոր քայլերը։ Եվ ես այդ առումով եմ ասում, որ իրանց խիղճը այդ առումով հանգիստ է, որ իրանք ամեն անգամ իրենց զավակների ուրեմն շիրիմին այցելելիս իրանք այդ առումով իրանց խիղճը մաքուր է, որ արել են անհնարը այս մարդիկ։ Հենց դրա համար է իրենց վրդովմունքը, որ պետության փոխարեն, իրավապահ մարմինների փոխարեն ինչու պետք է զոհված զինծառայողի ծնողը այդքան իր ուրեմն հոգեվիճակի հետ մեկտեղ նման ուրեմն ծանրության մեջ մտնի։ Եթե դուք ասացիք քանթի այսպես քանթի քննությունը հասկացնքով կարելի է ակնկալել, որ դատախնությունը տեսնում ենք ինչ ընթացքով է գնում, ակնկալել տեսեք, նախ այդ 5 մեղադրյալների մասով ասեմ, որպեսզի հետագայում էլ ժողովրդի համար, այսպես ասած, շոկային չլինի։ Եղիշե Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, որ եթե ինքը մեղավոր ճանաչվի եւ ազատազրկման դատապարտվի, առավելագույն պատիժը 8 տարի է։ Խնդրում սա նկատի ունեցեք։ Իսկ մնացած 4 մեղադրյալների համար նախատեսվող պատիժը ավելի խիստ է, քան Եղիշեին է։ Նրանց համար նախատեսվող պատիժը առավելագույնը 10 տարին է, Եղիշեինը 8 տարի է, որովհետեւ կապված քրեական օրենքով արգելված ենթադրաբար կատարված արարքները հաշվի առնելով։ Հիմա վաղը մյուս օրը եթե դատարանը մեղավոր ճանաչի նշված անձանց ու ենթարկի ազատազրկման, խնդրում եմ ի սկզբանե իմացեք, Եղիշեն կարող է այս քրեական վարույթի շրջանակներում, այս մեղադրանքի շրջանակներում մեղավոր ճանաչվելու դեպքում ազատազրկման դատապարտվել առավելագույնը 8 տարի ժամկետով, իսկ մնացած 4 զինծառայողները, մեղադրյալները առավելագույնը 10 տարի ժամկետով։ Եթե այս քրեական վարույթի ընթացքում չբացահայտվի այլ իրողություն եւ այդ իրողության պայմաններում այլ քրեաիրավական ներգործության միջոցներ ի հայտ չգան։ Սա ի սկզբանե խնդրում եմ նկատի ունեցեք։ Եթե խնդրեմ Պարոն մի վերջին ներողություն հարցեր տամ, իսկ դուք որոնակ փակագծեր չեք բացում թեկուզ Եղիշեի հետ հանդիպումից, եթե Եղիշեն այդպես էլ չխոսի, դուք արդյոք ունեք տեղեկություններ, որը, չգիտեմ, կարողանաք ներկայացնել կամ բան, որը էական նշանակություն ունենա գործի համար։ Նայեք, մենք հասկանում ենք, որ քննության այս պահին քննության տեսանկյունից դուք չեք կարող բացահայտում նրան, բայց եթե Եղիշեն չխոսի, արդյոք Ուրեմն, Արգիլի Ռոզա, այս տարիների ընթացքում ես ինքս այս գործի վերաբերյալ ստացել եմ բազմաթիվ տեղեկություններ, ասեկոսներ, բամբասանքներ, չգիտեմ, հերյուրյանքներ կամ տվյալներ։ Կրկնում եմ, հենց մեր խնդիրը, մեր տարբերությունը վարույթ իրականացնող մարմնից կայանում է նաև նրանում, որ մեզ կարող են շատ բան ասել, եւ ես այո, ինձ շատ բան են ասել այս տարիների ընթացքում, բայց մեր խնդիրը հետեւյալն է, նախ զատել հերյուրյանքը իրողությունից, իրականությունից եւ հետո այդ տվյալները, այդ տեղեկությունները, որոնք փոխանցվել են, դրանք ենթակա են ստուգման, դրանք ենթակա են իրավական գնահատականի։ Այո, ես ունեմ որոշակի տեղեկություններ, բայց դրանք ընդհանրապես տեղեկություններ են, ոչ ավելին, ոչ դրանք ապացույցներ են, ոչ դրանք անհերքելի իրողություններ են, ոչ դրանք, չգիտեմ, փաստական տվյալներ են։ Ինձ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղեկություն են, բա պարոն Օրիկյան, կարող է սենց եղել, սենց եղել, սենց եղել։ Ընդ որում այդ տեղեկությունները հաղորդողներն են, պատական մարդիկ չեն, բայց դրանք ընդհանրապես տեղեկություններ են։ Հնարավոր է, որ այդ տեղեկություններ փոխանցողները մեզ փորձում են շեղել մեզ, փորձում են ծնողների ուղեղները լվանալ կներեք, թող ինձ ներեն ծնողները, փորձում են զոնդաժ անել, փորձում են տպավորություն ձեռ։ Մենք պարտավոր ենք շատ սառնասրտորեն մոտիկանալ բոլոր տեղեկություններին, եւ այդ տեղեկությունները ֆիլտրելուց, զտելուց, համադրելուց գործում եղած այլ փաստերի հետ մենք այո ինչ-որ մի հատ փուլում մենք ինքներս ենք գալու հանգրվանի։ Եվ ես այդ առումով նույնիսկ անկեղծ ասեմ, ես
ծնողները հաստատեն, որ ես մի քանի օր առաջ եմ հենց ծնողներին մեր ընդհանուր խմբում, սոցիալական խմբում, հենց ծնողներին եմ առաջարկել, որ մենք առաջիկայում պետք է հավաքվենք, մի բերենք մեր ունեցած տեղեկությունները, ամփոփենք, ձևավորենք վերջնական ուրեմն դիրքորոշումը, որ ըստ այդմ առաջնորդվենք ու հանդես գանք։ Հետևաբար տեղեկությունները շատ են եղել, երեխեք ջան, Ժորժ ջան։ Անորիկեն հիշելով դուք եք ասել, Երիշայի փաստաբաններ է ասել, որ այս գործը հենց հաջորդ օրը փակվեց, երբ որ վարչապետը մեղավոր նշանակեց Երիշայ Հակոբյանին, պատմեց մանրամասն դրվագ առ դրվագ այդ պատմությունը, արդյոք վարչապետի դեմ բողոք ներկայացնելու, վարույթ հարուցելու, հենց իրավական առումով, որ ասում եք գործը փակվել է, դուք եք ասել, իմաստ ունի այս դատաքննությունը շարունակել, երբ հենց հաջորդ օրը փակել է կամ նրան պատասխանատվության կանչելու մենք ինչ-որ բաներ չունենք, մեխանիզմ գործիքներ, ոչ թե որպես վկա կանչենք, որտեղից եք իմացել այդ տեղեկությունը, ինչի եք հայտնել, որովհետև նրա ասած վարկածից բացի որևէ քննիչ, որևէ դատախազ չի կարող այն վարկած դնել եւ քննել կամ չգիտեմ ինչ անել։ Այսինքն իրականությունը բացահայտել։ Հարգելի Արթուր, ես չգիտեմ ավելի խիստ գնահատական, քան այն, որ իմ կողմից տրվել է Նիկոլ Փաշինյանի այդ օրվա վարկագծին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ օրը Նիկոլ Փաշինյանը վերածել էր արտակարգ դատարանի, իսկ քիչ թե շատ իրազեկ մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում արտակարգ դատարան։ Արտակարգ դատարաններ ստեղծվել են Ստալինի օրոք 1930-ականներին, երբ որ տրոյկաները որոշել են, թե ով է մեղավոր, ով է անմեղ, այսինքն արտակարգ դատարաններ են գործել։ Mən նորից եմ կրկնում, ես այդ գնահատականը տվել եմ 3 տարի առաջ։ Օրինակ, մենք դրան ենք պատրաստ։ Կառավարությունը բացի այդ վարկածը ներկայացնելուց ընդհանրապես օժանդակում է գործի բացահայտմանը, ինչ-որ ձևով կարելի է։ Ես չեմ կարող ասել օժանդակություն ասելով դուք ինչ նկատի ունեք, ես կարծում եմ այստեղ ոչ թե օժանդակության խնդիրների մասին պետք է խոսել, այլ սեփական պարտականությունները կատարելու մասին կարող է գնալ։ Ի վերջո տեղի ունեցել իր նախադեպը չունեցող հանցագործություն, այդ հանցագործության հետևանքով 15 զինծառայողներ քնած վիճակում այրվել են։ Հետո կառավարությունը ոչ թե պետք է օժանդակեր, կառավարությունը պետք է իր ամբողջ ինստիտուցիոնալ մեխանիզմները գործադրեր, իրապահ մարմինները իրենց տիրույթում, իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակում պետք է կարողանային կատարել այնպիսի աշխատանքներ, որ այս հանցագործությունը վաղուց բացահայտված լիներ, մեղավորների շրջանակը վաղուց պարզված լիներ, եւ շատ ճիշտ հարցադրում արեցիք։ Իրենց աջակցությունը գիտեք որը կլիներ։ Վերջի 2 տարվա ընթացքում այդ անջատված մասով քննությունը ի՞նչ է պարզել։ Հա լավ, ինչքան կարելի է ասել անջատված մասով քննություն է գնում։ Ի վերջո իրենք իրենց դրսևորած վարկագծով ընդունել են, որ այս գործում այն ամեներին հələ կան հարցեր, որոնք պատասխան են ակնկալում, դրա համար էլ անջատված մասով քննություն է գնում։ Ինչքան կարելի է այդ քննությունը տանել, այդ քննությունը ինչ ուղղությամբ է տարվում, այդ քննության արդյունքները որոնք պետք է լինեն, այդ քննության արդյունքներով մեղավոր անձանց շրջանակը պետք է ընդլայնվի, թե ոչ։ Ինչ որ այլ մարդկանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում պետք է հարուցվի, թե ոչ։ Այսինքն նորից եմ կրկնում, իմ խոսքի հենց սկզբում էլ ասացի, եթե այս գործով սլաքավարները պետք է պատասխան տան շնագայլերը, այսպես ասած, Պալեստան պատասխանատվությունից, գրոշի արժեք չի ունենալու այս արդարադատությունը։ Աջակցությունը ես այդպես կհասկանայի։ Ի վերջո կառավարության աջակցությունը մեզ պետք չէր։ Կառավարության ռացիոնալ աշխատանքն էր պետք հանրությանը, որ կառավարությունը իր գործելակերպով կասկածի տեղի չտար, որ մենք այսօր ասենք այս իշխանությունը, այս իրապահ մարմինները սա են արել, սա են արել, սա են արել, սրա արդյունքում էր, սա է բացահայտվել, սա հերքվել է, սա հիմնավորվել է։ Հասկանում եք, սա մասին խոսքը Ժորժ։ Դա կախված կլինի գործերի ընթացքից, որովհետև տեսեք, հաշվի առնելով վարույթին ներգրաված անձանց շրջանակը, դուք տեսեք 5 մեղադրյալներ կան, իրենց պաշտպանական թիմերը կան, օրինակ տեսեք մենք անձամբ, հələ ես դեռևս չեմ ամփոփել վերջնական մեր պոզիցիան, դիրքորոշումը տուժողների, բայց տեսեք մենք դատաբժիշկներին դատակոչելու միջնորդությամբ պետք է հանդես գանք, այնտեղ 2-3 դատաբժիշկ առնվազն լինելու է, որտեղ 15 զինծառայողների վերաբերյալ դատաբժշկական այդ գործընթացը իրականացրել են մի քանի փորձագիտական կենտրոններ, առնվազն այդ ամեն կենտրոններից մեկ դատաբժշկի մենք հրավիրելու ենք, 3 եթե դատարանը բավարարի մեր միջնորդությունը նշանակի քննչական փորձարարություն, ես չեմ կարող ասել քննչական փորձարարության արդյունքները ինչպիսին կլինի Ժորժ ջան,
Այդ քննչական փորձառությունը եթե դատարանը բավարարեց ու մենք գնացինք դեպքի վայր, ում տեղում ըստ էության հնարավորինս վերականգնվեց այդ գործընթացը ու մենք հասկացանք, որ այդ իրողությունը այդքան էլ այդպես չէ, ինչքան որ ներկայացվել է, այդտեղից լրիվ այլ հարցեր են ծագելու։ Մենք չգիտենք մեղադրյալները ինչ ցուցմունքներ կտան թե չեն տա։ Մենք չենք կարող ասել Եղիշե Հակոբյանը դատարանում որպես մեղադրյալ ցուցմունք տալիս ինչ դիրքորոշում որտեղի։ Մենք չենք կարող ասել թե պաշտպանական կողմը ինչպիսի միջնորդություններով հանդես գա եւ դատարանը կբավարարի այդ միջնորդությունները թե ոչ։ Ամեն դեպքում ոչ պակաս ծանր տարի է սպասում, մոտավորապես 30-ից ավել դատականիստեր են եղել այս 2 տարիների ընթացքում, որտեղ յուրաքանչյուր ամիս ըստ էության 2 դատականիստ է հրավիրվում, ամենայն դեպս ընթացիկ տարին էլ ծանր է լինելու։ Տեսնենք, հնարավոր է ավարտենք, հնարավոր է չավարտենք, չեմ կարող ասել ես։ Ամենայն դեպս քրեական վարույթը դժվար ավարտվի, որովհետև նույնիսկ եթե ընթացիկ տարում ավարտվի, որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ կողմերից որևէ մեկը չի բողոքարկի վերաքննիչ քրեական դատարանից։ Դա էլ իր հերթին այլ ժամանակային ընթացակարգի նախատես։ Այսքան Ժորժ ջան։ Խնդրեմ։